Ողջույն սիրելի հայրենակիցներ, Հայք Նյուզը շարունակում է հեռավար կապով հրավիրել մեր հայտնի քաղաքական հասարակական գործիչներին եւ այս պահին հեռավար կապով իմ զրուցակիցը թուրքագետ մեր հարգարժան Վազգեն Պետրոսյանն է։ Պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ, համաձայնեցիք այս կապով զրույցի համար, դուք մեզ լսում եք։ Այո, բարի օր ձեզ։ Սկսենք մեր հարցազրույցը, պարոն Պետրոսյան, բոլորիս ուշադրությունը սևեռված է դեպի Անկարա, որովհետև այսօր առավոտյան Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մեկնեց Անկարա, որտեղ երեկոյան ժամին պետք է կայանա Էրդողանի հետ նրա հանդիպումը, բայց արդեն մեր քաղաքական, հասարակական շրջանակներում կա մեծ անհանգստություն, թեպետ այդ անհանգստությունը արդեն մեկ շաբաթից ավելի կար, երբ իմացանք, որ նա հունիսի 20-ին պետք է մեկնի Անկարա։ Նա գնում է հերթական կապիտուլյացիոն փաստաթուղթը ստորագրելու, նա գնում է Սյունիքը հանձնելու։ Այսպիսի մտքեր են, այսպիսի անհանգստություններ են։ Ես խնդրում եմ ձեր կարծիքը, ինչու նա մեկնեց, իդեպ ասեմ օրակարգը փակ է, ոչինչ չի հայտարարվում, թե ինչ օրակարգով է նա գտնվում Թուրքիայում։ Խնդրեմ, լսում ենք ձեր վերլուծությունը, պարոն Պետրոսյան։ Նախ եւ առաջ արեք հստակեցնենք, քաղաքականության մեջ երբեք ոչ մի բան հենց այնպես տեղի չի ունենում եւ քաղաքականության մեջ երբեք շաբաթը ուրբաթից շուտ չի գալիս։ Ամեն ինչը գնում է իր հունով, այնպես ինչպես որ նախատեսված է եւ գծված է։ Հիմա այն ինչը որ արևմտյան պետությունները նախագծել էին Հայաստանի համար, նա էր որ պետք է հանձնվեր Արցախը Եվ Թուրքիայի դերակատարումը մեծանար, իսկ Ռուսաստանի եւ Իրանի դերակատարումը նվազեր։ Սա այն է ինչը որ արդեն հասել են դրան։ Իսկ ինչ որ կապված է այցին, արդեն ամիսներ առաջ ես իմ հարցազրույցներից մեկում ասացի, որ Նիկոլը գնալու է եւ հանձնելու է Սյունիքը։ Հիմա այդ հանձնումը լինելու է ճանապարհի տեսքով, թե ինչի տեսքով այդ խնդիրը, բայց այն ինչ որ ինքը պատրաստ է տալու եւ իրականացնի այն երազանքը, որը ժամանակին ուներ Պետրոսյանը, գնում է դա իրականացնելու։ Իսկ քաղաքական դաշտը այսօր անակնկալի եկել իզուր, անակնկալի եկել նշանակում է իրեն քաղաքականությունից բան չեն հասկանում։ Ինքը կգնա եւ կստորագրի միայն նրա համար, որ կարողանա իր իշխանությունը պահպանի։ Ինքը ուրիշ նպատակ չունի։ Տեսեք, թուրքերի մոտեցումը հետեւյալն է։ Պատկերացրեք, գողը զինված եկել է, դռան հետևը կանգնել է եւ հայ ժողովրդին պարտադրում է զինաթափվել, այնինչ որ Նիկոլն արել է, եւ ասում է հիմա դուր բացի ես գամ անցնեմ։ Ամենապատկերավոր ասածը սա է հիմա կատարվում։ Հիմա դուք ինչ եք ակնկալում, հնարավոր է, որ իսկապես ստորագրվի մի հայտարարություն է ասվում, պայմանագիր է ասվում, որտեղ ուղղակիորեն, ինչպես նա արդեն կատարել է Ադրբեջանի բոլոր ցանկությունները, այսպես կոչված խաղաղության պայմանագիրը միայն թե ժամ առաջ ստորագրվի, հիմա նույն process-ը կարող է տեղի ունենալ Թուրքիայի պարագայում, նա արդեն իսկ իհարկե ուրացել է հայոց ցեղասպանությունը, նա հարվածում է մեր արժե համակարգին, մեր ինքնության հենասյանը, եկեղեցուն եւ բացառված չէ, որ հենց սրանք պահանջներն են թուրքական կողմի։ Ինչ օրակարգի տակ է նա ստորագրելու, այսպես ասած, ինչ փաստաթղթի տակ է նա ստորագրելու, ինչ է կարծում, ինչ է կատարվելու Թուրքիայում։ Քանի որ օրակարգը պարզ չի եւ չի հայտարարվել, թե ինչպիսի օրակարգով է լինելու, դժվար է ասել, թե ինչ են ստորագրելու։ Բայց եթե դիտարկենք այն զորքերի կուտակումը, որ ներկա դրությամբ արդեն մոտ մի կես ժամ է, որ կուտակվում են եւ կառավարության նստավայրի մոտ եւ ինչ են ասում, կառավարության շենքի անմիջապես հետնամասում, դա նշանակում է, որ ինքը ինչ-որ մի բան է ստորագրելու, որը բերելու է լուրջ խնդրի եւ հիմա արդեն ոստիկանության զորքերը պատրաստվում են ինչ-որ բախումների կամ ինչ-որ հակազդեցության հասարակ քաղաքացիների կողմից։ Պիտի սպասենք, տեսնենք Երևանի ժամանակով ժամը 7-ին իրենք հանդիպել
են եւ տեսնենք թե ինչ արհավիրք է բերելու մեր գլխին նորից։ Պարոն Պետրոսյան, տեսեք, քիչ առաջ խորհրդարանում խոսում էին քաղաքացիական պայմանագիր այդ կուսակցության խմբակցության անդամ падգամավորները, նրանք հիացած, ոգևորված խոսում էին, որ սա պատմական այց է Նիկոլ Փաշինյանի կողմից իրականացված, որ ի վերջո կարգավորվելու են Հայաստան-Թուրքիա հարաբերությունները։ Ըստ նրանց օրակարգում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն է, բայց մենք գիտենք, որ առանց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման Թուրքիան Հայաստանի հետ երբեք չի գնա որևէ հարաբերությունների կարգավորման, այդ մասին բազմիցս ասել է նաև Էրդողանը։ Իդեպ ասեմ, որ երեկվա դրությամբ Ալիևը հանդիպում էր ունեցել Էրդողանի հետ։ Այս եռանկյունում ինչ է տեղի ունենում ըստ ձեզ, մինչև երեկոյան ժամը 7-ը կտեղեկանանք, թե ինչ եղավ, բայց փորձենք վերլուծել Ալիև-Փաշինյան Էրդողան, այս եռանկյունում ինչ է էփվում։ Չեմ կարծում, որ հայկական չէ, խնդրեմ։ Իրականության մեջ այդտեղ ոչ մի եռանկյունի գոյություն չունի։ Դա ուղիղ գիծ է երկու ճակատ է, մի կողմը հայկական, մյուսը թուրքական։ Թուրքական վարած քաղաքականությունը նվազագույն վերջին 400 տարվա ընթացքում եղել է հետևյալը. այս տարածաշրջանում կամ մենք, կամ հայերը։ Թուրքերը երբեք իրենց պատմության ընթացքում բարեհամբույր չեն եղել հայ ժողովրդի նկատմամբ։ Ամենավառ օրինակը Արևմտյան Հայաստանը։ Անցյալ դարաշրջանին այնտեղ ապրում էր մոտավորապես 2.5 միլիոն հայ, այսօր այնտեղ ապրում է ընդամենը մի 80,000 հայություն, եթե դա էլ մնացած լինի, որոնք որ հիմնական մասը ապրում է Իստանբուլում։ Իսկ մնացած վայրերում, որտեղ որ հայերը շատ էին, հայ չի մնացել։ Սա է խնդիրը։ Այսինքն, երբ որ դուք ասում եք եռակողմ ոչ մի բան գոյություն չունի։ Հայ ժողովուրդը ինչ էր արել 1988 թվականին Բաքվում կամ մնացած Ադրբեջանի այլ վայրերում, որը ցեղասպանության ենթարկվեցին։ Կանանց ու աղջիկներին բռնաբարեցին եւ մարմիններ ահիրեցին։ Մեր հայ զինվորները ինչ էին արել իրենց, որ իրենց կոտորեցին, գլխատեցին, սպանված դիակները գլխատեցին։ Ոչ մի բան, իրենք իրենց քաղաքականությունն են տանում առաջ։ Այնինչ որ Թուրքիայի կառավարությունը անում է իր ծրագրին համապատասխան։ Խնդիրը նրանում է, որ վերջին 33-34 տարվա ընթացքում Հայաստանի որևիցե նախագահ չուզեց շեղվել Լևոն Տեր-Պետրոսյանի գծած ծրագրից։ Եվ այդ իսկ պատճառով մենք հասանք այստեղ։ Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը որոշել էր, որ հայ ժողովուրդը ի վիճակի չի կռվելու Թուրքիայի դեմ, ի վիճակի չի պահելու Արցախը։ Այդ իսկ պատճառով մենք տեսնում ենք եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, եւ Սերժ Սարգսյանի ժամանակ Արցախը չվերաբնակեցվեց ամբողջությամբ։ Այնտեղ չուժեղացվեց եւ մենք չունեցանք տարբեր պաշտպանիչ դիրքեր եւ արդյունքը եղավ այն, որ Նիկոլի նման դավաճանի մեկը կարողացավ քանդել այն ինչը որ ստեղծվել էր։ Իսկ եթե լիներ այլ ծրագիր, որտեղ որ նպատակադրված էր հայ ժողովրդի համախմբումը, հայ ժողովրդին երկարատև հարյուրամյակների համար պահպանել իր տարածքային ամբողջականությունը եւ հայ ժողովրդին համախմբել անուն Հայաստանի զարգացման, այդ ժամանակ մենք կունենայինք այլ պատկեր։ Հիմա թուրքերը իրականացնում են իրենց ծրագիրը, որտեղ Նիկոլը եւ ՔՊ-ն ունի մեծ դերակատարում, շատ մեծ դերակատարում։ Եվ իրենք դա իրականացնում են ամբողջությամբ եւ Մեծ Բրիտանիայի, եւ Իսրայելի, եւ մասնավորապես եւ հատկապես Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգների միջոցներով։ Պարոն Պետրոսյան, ՔՊ-ականները այսպես ոգևորված, ինչպես արդեն ասացի, ասում են, որ սա պատմական այց է, ասում են վերջապես կստորագրվի խաղաղության պայմանագիր։ Այսինքն նրանք ակնհայտորեն տեսնում են Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում միջնորդ Թուրքիային եւ ասում են այ հիմա Էրդողանի
օգնությամբ, միջնորդությամբ մենք ի վերջո սեղանին կունենանք խաղաղության պայմանագիր եւ Հայաստանը կապրի խաղաղ, այդպես տնտեսությունը մեր կզարգանա եւ այլն եւ այլն։ Եվ ամենացավալին այն է, որ կա դեռ մեր ժողովրդի մեջ մի հատված, որը այդ խոստումներին, այդ կեղծիքին շարունակում է հավատալ։ Հիմա խաղաղության պայմանագիր Էրդողանի մոտ կնքելը, այս երևույթին կուզեմ անդրադառնալ Թուրքիայի միջնորդությամբ, Հայաստանը եւ Ադրբեջանը կարող է կնքեն խաղաղության պայմանագիրի, վերջո մենք ինչ փաստաթուղթ ենք ունենալու։ Գիտեք, արեք ձեր հարցադրումը մի քանի հիմնական բաղադրիչ մաս ունի։ Առաջի հերթին, որ ասում եք, որ ԿՊԱ-ականները եւ ժողովրդի մի մասը կա, որ հավատում է Թուրքիայի հետ հարաբերություն ստեղծելով մեր տնտեսությունը կզարգանա։ Նախ եւ առաջ որևիցե գյուղ չկա, որ հաչան ու կծան շունչ ունենա։ Այնպես որ այն ինչը որ այսօր իրենք ասում են, այդ կատեգորիայի մտածելակերպի մարդկանց մոտեցումն է։ Եթե մենք խոսում ենք տնտեսական հարաբերությունների մասին, մենք պետք է հասկանանք մենք ինչ ունենք առաջարկելու, իսկ Թուրքիան ինչ ունի առաջարկելու։ Թուրքիան լինելով մեծ պետություն եւ ունենալով ծովային սահման, ինքը ունի բավականին մեծ քանակությամբ սննդամթերք եւ ունի էներգակիրներ։ Մենք ինչ ունենք։ Մենք մեր սննդամթերքը չենք կարողանում ապահովել։ Այդ կիսապարատ գյուղատնտեսական ապրանքներն էլ որ ունենք, որ արտահանում ենք Հայաստանից դեպի դուրս, դրանք էլ կինեն թուրքական տնտեսական դեմփինգի տակ եւ դրանք բոլորը շատ արագ կոչնչանան։ Եվ Հայաստանը կդառնա Մարոկոյի նման մի պետություն, Պորնկանոց, որտեղ որ թուրքերը եւ մնացած պետությունները գալու են այդտեղ եւ օգտագործեն մեր, այսպես ասած, հաճույքային ծառայություններից, թմրանյութերից, կանանցից եւ մնացած ամեն ինչից։ Այսինքն իրենց երազած Հայաստանը դա է լինելու։ Հիմա իրենք ինչ են երազում։ Իրենց ով ասում է վարունգ, իրենք աղը վերցնում եւ վազում են։ Բայց այն ինչը որ փաստացի իրենք դեմ դիմաց են գալու, այլ է։ Սա մեկ։ Երկրորդ հերթին, ինչ է ստորագրելու Նիկոլը եւ Էրդողանը եւ դա ինչպես ազդելու հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա։ Նորից եմ կրկնում, հայ-ադրբեջանական հարաբերություն գոյություն չունի։ Գոյություն ունի միայն հայ-թուրքական հարաբերություն։ Իսկ հայ-թուրքական հարաբերության հիմքը ընկած է թուրքական քաղաքականությունը, կամ հայերը կամ մենք։ Այնտեղ ինչ էլ որ ստորագրվի, արդյունքը լինելու է Արցախի նման։ Հայաստանը եւ Ադրբեջանը ստորագրել էին նոյեմբերի 9-ի, ինչ ասեմ, համաձայնագիրն ասեմ, հռչակագիրն ասեմ, ինչ անուն ուզում եք դրեք դրա վրան։ Ինչ եղավ արդյունքը։ Արցախը հայաթափվեց։ Եվ հիմա էլ Նիկոլը ամեն ինչ անում է, որպեսզի Արցախը հայությունը հեռանա Հայաստանից։ Նույնն է լինելու այս պարագայում։ Դժբախտաբար Հայաստանում գոյություն չունի ոչ քաղաքական կուսակցություն, գոյություն չունի ոչ ռազմական էլիտա եւ գոյություն չունի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցներ, բոլորը ծառայում են արևմտյան ծրագրերին, արևմուտքից գրանտներ ստանալով տարբեր անվան տակ։ Այսինքն մեր ուժային կարևոր կառույցները գլխատված են։ Կասկածում եք դա։ Ես ուղղակի արձանագրում եմ մեծ ցավով։ Գլխատված չլինեին 2021 թվականի փետրվարի 25-ին էր 26-ին էր երբ էր որ Օնիկ Գասպարյանը հայտարարեց Նիկոլին, որ հրաժարական տուր, դրանից հետո չէր լինի այն ինչը որ ունեցավ։ Մենք ամբողջ Արցախը, քանի հազար քառակուսի կիլոմետր, առանց մի փամփուշտ կրակելու հանձնեցինք Ադրբեջանին։ Նիկոլի հրամանով հոկտեմբերի 3-ից հետո 2020 թվականի առաջնագիծը չհամալրվեց եւ մեր 20 տարեկան երեխաները 12-13 օր դատարկ ձեռքով դիմակայեցին ադրբեջանական, թուրքական, պակիստանյան եւ արաբական, վարսկան արաբների դեմ դատարկ ձեռքով։ Նիկոլը եկել է Հայաստանը հանձնելու։ Ինքը ուրիշ ծրագիր չունի։ Եվ քանի որ ուրիշ ծրագիր չունի, իրեն աջակցում է ամբողջ արևմուտքը,
ամբողջ արևմուտքը եւ Թուրքիան։ Այո։ Պարոն Պետրոսյան, քանիցս դա ասվել է, հիմա ուզում եմ հասկանալ նաև, հա, Ռուսաստանի համար ի վերջո այս տարածքը կարևոր է իր շահերի տեսանկյունից, թե ոչ։ Մենք պետք է մեր հույսը դնենք ռազմավարական դաշնակցի վրա, թե ոչ։ Որտեվ ինչու եմ սա շեշտում, որովհետև բոլորս արդեն հասկանում ենք, որ թուրքական ծրագիր իրականացնող Նիկոլ Փաշինյանի նպատակը Ռուսաստանը հեռացնել եւ Հայաստանը դարձնել թուրքական վիլայետ։ Դուք էլ քանիցս ինձ մոտ մենք հաղորդաշարում շեշտել եք այդ մասին եւ ձեր ահազանգն եք հնչեցրել։ Հիմա մենք ինչ հույսեր կարող ենք ունենալ նաեւ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանից, ի վերջո հասկանանք իր համար այս հատվածը Հարավային Կովկասը, Հայաստանը, Սյունիքը մասնավորաբար կարևոր համարվում են թե ոչ։ Տեսեք, Ռուսաստանը ինքը կայսրություն է։ Աշխարհի խոշորագույն պետությունն է եւ աշխարհի ամենաշատ բնական ռեսուրս ունեցող պետությունն է։ Եվ իր քաղաքականությունը կազմակերպում է համաձայն գոյություն ունեցող իրականությունների վրա։ Ռուսաստանը կամ Չինաստանը կամ Իրանը իրենք արևմուտքի նման, ինչպես Ֆրանսիան, Անգլիան կամ Միացյալ Նահանգները, իրենք չեն հարձակվում ուրիշ պետությունների վրա եւ փորձեն գրավել։ Հարաբերությունները, որը իրենք մշակում են, երկկողմանի է։ Իսկ արևմտյան հարաբերությունները միակողմանի է։ Ռուսաստանը երբ նայում է իր շրջապատը, իր մոտեցումը հետևյալն է. իմ շահերին մի մոտեցեք, իմ շահերին մի կպեք, արեք աշխարհը կիսենք իրար մեջ։ Մենք շատ փոքր ենք եւ շատ աննշան ենք, որպեսզի ուզենանք Ռուսաստանին սովորեցնենք իրենց շահերը ինչ են։ Եվ ամոթել է մեզ, որ ուզենանք նմանատիպ մի բան իրենց սովորեցնենք։ Ռուսաստանը ավելի քան 140 ուղեղային կենտրոն ունի եւ իրենք իրենց հաշվարկները եւ իրենք իրենց գործողությունները տարբեր մոդելավորումով իրենք շարադրում են, նայում են եւ մեկը ընտրում են։ Մենք Հայաստանում քանի ուղեղային կենտրոն ունենք։ Ոչ մի։ Բանակը քանի ուղեղային կենտրոն ունի, քանի վերլուծական կենտրոն ունի։ Ոչ մի։ Մեր ազգային անվտանգության ծառայությունը ունի վերլուծական կենտրոն, թուղթի վրա այո։ Բայց իրականության մեջ չունի։ Մեր արտգործ նախարարությունը ունի վերլուծական կենտրոն, թուղթի վրա այո։ Մենք այսպես ասած չմշակված պետություն ենք, որը համաձայն Լևոն Տեր-Պետրոսյանի նաև ձախողված պետություն ենք, եւ այս աշխարհում ձախողված պետությունները իրավունք չունեն ապրելու։ Հիմա եթե ուզում ենք մենք ապրենք այս աշխարհում, մենք պետք է սկզբից ոտքի կանենք, մենք պետք է ցույց տանք, որպես ազգ, որպես պետություն ունենք արժեք։ Եթե այդ արժեքը մենք մեզանից չենք դրսևորում, սուրբ տեղը երբեք դատարկ չի մնում, ուրիշ պետությունն է վերցնում այդ տեղը։ Ռուսաստանը նայում ասում է ամբողջ Անդրկովկասը կարող է մի դիվիզիան մի շաբաթվա ընթացքում քայլելով գրավել։ Հիմա այնտեղ ամերիկացիք ինչ խաղեր են ուզում տան, Թուրքիան ինչ խաղեր է ուզում տա, թող տան։ Այնպես ինչպես որ ինքը երկար ժամանակ տվավ Ուկրաինային, ասաց որ խելոք մնա, վերջը 2003 թվականից մինչև 2022 թվականը 19 տարի Ռուսաստանը համբերեց։ 19 տարի։ Հիմա մի 19 տարի էլ գամփերի։ Կարևորն է որ մենք ինչ ենք հասկանում, մենք ինչ ենք ուզում։ Արդյոք մենք դեռևս հավատում ենք, որ եվրոպական նավերը բարձրանալու են մեր լեռները։ Եթե դեռ հավատում ենք այդ խապկանքներին, հավատացեք։ Աստված ձեզ հետ այս մի կտոր հողն էլ կդատարկվի եւ այս մի կտոր հողն էլ կավիրվի։ Եթե չեք հավատում, այդ ժամանակ վերջ տվեք այս ամեն ինչին։ Այսօրվա մեր ամբողջ պարտությունը այն պատճառով է, որ մեր համալսարանական դասախոսական կազմը բոլորը դավաճանեցին մեր ժողովրդին։ Իսկ իրենց դավաճանեց Հայաստանի պետությունը, Հայաստանի նախագահը, Հայաստանի վարչապետները բոլորը միասին։
Երբ ստորացնում ես ուսուցչիդ, ստորացնում ես դասախոսիդ, այդ ստորացված դասախոսներ եւ ուսուցիչները ստորացնելու են հասարակությանը եւ ստորացրել են, հասել ենք այստեղ։ Հիմա մենք լաց ենք լինում, որ ինչ է ուզում լինի, այո, պիտի այսպես լիներ։ 30 տարի առաջ էր պարզ, որ մենք այստեղ ենք հասնելու։ 2000 թվականին Վասեն հայության շաբաթաթերթի մեջ էի ես խմբագրական գրել եւ ասել, որ չի կարելի մշակույթը, կրթությունը, գիտությունը այսպես ստորացնել։ Ինչ արեցին, ավելի ստորացրեցին։ Այո։ Ավելի ոչնչացրեցին եւ հասանք այստեղ։ Հիմա մենք ասում ենք, որ ինչ անենք, ուշ չի, բացարձակապես։ Մենք ունենք շատ մեծ հնարավորություն, շատ ավելի մեծ բաներ անելու, բայց դրա համար հարկավոր է մեզ հստակ ազգային պետություն։ Ունենք ազգային պետություն, շատ արագ կվերականգնվենք այս ամեն ինչից։ Չենք ունենա ազգային պետություն, հանդուրժելու ենք Նիկոլին եւ իր արևմտյան տերերին, որպեսզի մեր հետ խաղան, մեր ճակատագրի հետ խաղան։ Կունենանք այն, ինչը որ ունեցել ենք։ Չի պիտի մեղադրել ուրիշներին, մենք պիտի մեղադրենք մեզ։ Մենք ենք համաձայնվում իրենց խաղերի մեջ մտնելու։ Պարոն Պետրոսյան, մեզ ձեր վերլուծությամբ նաև հաստատվեց, որ մեզ չի հաջողվել 30 տարիներին ստեղծել այդ ազգային պետությունը։ Հիմա մեզ պետք է եղածը գոնե պահել, որպեսզի հետո քարը քարի վրա նորից փորձենք դնել։ Ինչպես եք ուզում պահել։ Նիկոլին ունենալ։ Ես ձեզ այդ հարցն եմ ուզում տալ, պարոն Պետրոսյան, ինչ անել։ Այսօր հասարակության հետ, մեր ժողովրդի հետ էլ խոսում ենք, ասում են չենք havատում նաև ընդդիմությանը։ Այն ընդդիմությանը, որը նստած է խորհրդարանում, մարդիկ բաց ասում են, քիչ առաջ եմ գալիս պողոտայից, որտեղ նստած են ակցիա անող մեր զոհված անհետ կորածների ծնողները։ Մարդիկ չեն հավատում, ինչ անեն, ոնց անենք։ Լսեք, ժողովուրդը շատ կներեք, բայց հիմար չի։ Ժողովուրդը շատ լավ տեսնում է ինչ է կատարվում։ Այսօրվա խորհրդարանական ընդդիմությունը եւ խորհրդարանից դուրս գոյություն ունեցող ճակերտավոր ընդդիմադիր դաշտը բոլորը մի նպատակ են հետապնդում՝ պահպանել ստատուս կվոն։ Իրենք ուրիշ ոչ մի բան չեն ուզում։ Այսօրվա ընդդիմադիրները, ովքեր որ խորհրդարանում են, 2021 թվականի ընտրություններից առաջ հանդիպել են բոլորի հետ եւ ասել են՝ մի մասնակցեք ընտրություններին, քանի որ դուք դրանով հաստատելու եք Նիկոլի Արցախի հանձնումը։ Իրենք չուզեցին անել։ Խնդիրն է, որ իրենք սովորեցրել են եւ ստեղծել են մի համակարգ, որտեղ կարևոր չի, թե ով է քվեարկում, կարևորը այն է, թե ով է հաշվում։ Եվ այդ համակարգը պատոհաս է դարձել հայ ժողովրդի գլխին։ Իրենց գլխին ոչ, քան որ իրենք թքած ունեն հայ ժողովրդի վրա։ Հիմա այս ընդդիմությունով ուր եք ուզում գնալ, ոչ մի տեղ էլ չեք գնալու, տեղից չեք շարժվելու։ Քան որ իրենք չեն ցանկանում որևիցե մի գործ անեն։ Չեն ցանկանում, իրենց այս ստատուս քվոն բավարարում է ամեն կերպ։ Աշոտյանը, երբ որ գիտության ու կրթության նախարար էր, ինչ արեց Հայաստանի գիտության համար, ինչ արեց Հայաստանի կրթության համար, ավելի քանդեց։ Հիմա բանտից ամեն օր հաղորդագրություն է ուղարկում, որ ինչ, որ ասի հայրենասեր են, կամ Քոչարյանը, ինչ եք արել երկիրը փրկելու համար, ոչինչ։ Հիմա նստել են ազգային ժողովում, ասում են այսպես, այնպես։ Ոչ այդպես ոչ մի բան չի լուծվի։ Երբ 2015 թվականին Սերժ Սարգսյանը փոխում էր սահմանադրությունը, ինչու համաձայնվեցին բոլորը դրան։ Հիմա փոսի մեջ են, փոխարեն որ մտածենք փոսից ինչպես դուրս գանք դեպի վերև, փոսի կողքերն ենք ման գալիս։ Ոչ, ըստեղից դուրս գալ միայն մի ճանապարհ է, դեպի վերև բարձրանալ, ոչ թե կողքերը քչփորել։ Ինչպես եւ ինչ միջոցներով պետք է ժողովուրդը ձեր ասած դեպի վերևը բարձրանա, երբ ընդդիմություն չկա։ Հիմա խնդրում եմ դրանով նաեւ կներեք, ընդդիմություն եւ իշխանությունը իրենք բոլորը միասին նույն կեղտի տարբեր մասերն են։ Եթե ժողովուրդը հույսը դնում է ընդդիմության վրա, ինքը տեղից չի շարժվելու։ Բացարձակապես ինքը տեղից չի շարժվելու։ Խաղի
կանոնները պիտի փոխել։ Խաղի կանոնները փոխելու համար մի խումբ, ընդամենը մի խումբ համարձակ երիտասարդություն է պետք, որ պատրաստ լինի խաղի կանոնները փոխելու եւ ունակ լինի լսելու եւ գործելու։ Ուրիշ ոչ մի բան պետք չի։ Ես վստահ եմ մեր հասարակության մեջ կա այդ մի խումբը, պարզապես պետք է համախմբել։ Հաստատ կա, պարզապես այդ մարդկանց պետք է իմի բերել մի տեղ։ Բայց այսօր ընդդիմությունը եւ իշխանությունը ամեն ինչ անում են, ամեն մարդու, ամեն մեկի հետևից սպիտակներ են կպցնում, որպեսզի իրենք չընկնեն այդ ամեն ինչի տակ։ Եվ իրենց ձեռնտու չի այդ մի խումբ մարդիկ, ովքեր որ անկախ են, իրար հետ միանան։ Քանի որ նրանց միացությունը բերելու է այսօրվա ամբողջ քաղաքական դաշտի աղբանոց նետելը։ Եվ ընդդիմության, գոյություն ունեցող ընդդիմության եւ իշխանության։ Պարոն Պետրոսյան, ավարտենք հետևյալով. եկեղեցին ամբողջությամբ թիրախավորված է եւ այն աստիճան է արդեն հասել այս մարդը, որ ընդհանրապես կասկած այլևս չկա, որ նա հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ։ Արդեն հստակ ասում է, որ նա կյանքի խոսքի հետևորդ է, իսկ կյանքի խոսքը շատ ակտիվ քարոզել է եւ Թուրքիայում, Արևմուտքում, Միացյալ Նահանգներում նրա ղեկավարը տասնամյակներով գնում էր Թուրքիա քարոզչություն անելու, շատ սերտ կապերի մեջ է։ Կներեք, Նիկոլը կարող է լինել եւ աթեիստ եւ այսպես վարվել։ Դուք ձեր սխալը ամբողջությամբ նա է, որ Նիկոլին որպես առանձին միավոր եք դիտարկում։ Այն ինչ որ Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցավ, դա աշխարհաքաղաքական խաղ էր։ Այն ինչ որ այսօր տեղի է ունենում Իսրայելի եւ Իրանի միջև, նորից աշխարհաքաղաքական խոշոր խաղ է ընթանում, որի սկիզբը դրվեց 2020 թվականի սեպտեմբերի 27-ին։ Այն ժամանակ Իրանը իրեն սխալ պահեց եւ այսօր ինքը ծեծվում է, փայտը ուտում է։ Երբ որ Իրանի 4 խոշոր կրոնական առաջնորդներից ուրբաթօրյա աղոթքի ժամանակ պաշտպանեցին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, կամ երբ որ իրանական զորքերը թույլ տվեցին մի գունդ ադրբեջանական զորքը կտրի եւ անցնի Արաքսը եւ հետևից շրջափակեն Հադրութ քաղաքը, իրենք այսօրվան էին արդեն արժանի։ Իրենք իրենց ձեռքով իրենց փոսը փորեցին։ Այո։ Հիմա այսպիսի իրավիճակի մեջ ենք, խոշոր աշխարհաքաղաքական խաղեր են տեղի ունենում։ Մենք եթե դիտարկենք Նիկոլին որպես ընդամենը Նիկոլ, որը ՀՀ վարչապետ է, սխալվելու է։ Մենք պետք է հասկանանք ինչ աշխարհաքաղաքական խաղեր են ընթանում եւ դեպի ուր են տանում եւ հասկանանք թե ինչպես պիտի դրա դեմը առնել։ Այստեղ համակարգ է աշխատում հայ ժողովրդի դեմ։ Ինչու հայոց առաքելական եկեղեցին։ Հայոց առաքելական եկեղեցին միշտ թիրախավորված է եղել կաթոլիկ եկեղեցու կողմից, միշտ։ Սկսած 3-րդ Քավկեդոնի ժողովից մինչև որ այսօր։ Հայ առաքելական եկեղեցին ունեցել է միշտ իր կաթողիկոսական ինստիտուտը, որը հարյուրավոր տարիներ երբ մենք պետություն չենք ունեցել, իրենք կարողացել են պետության զգացողությունը վառ պահել հայ ժողովրդի մեջ։ Եվ հայոց առաքելական եկեղեցու հարվածելը դեռ պարզ էր 2023 թվականի սեպտեմբերի 29 եւ 30-ից հետո, երբ դատարկվեց Արցախը։ Ես այն ժամանակ հանդիպեցի մեր կազմակերպության տղաների հետ, վեհափար հոր հետ, եւ իրեն ասացի, որ հիմա հերթը հայոց եկեղեցունն է, քանի որ հաջորդ թիրախը մեր ժողովրդին հարվածելու համար պետք է լիներ եկեղեցին, սա պարզ երևում էր արդեն։ Եվ այն ժամանակ էլ ասացի, եթե ուզում ենք այս ամեն ինչի դեմը առնենք, հայոց եկեղեցին պետք է սրբադասի բոլոր նրանց, ովքեր որ ընկան հանուն Արցախի ազատագրմանը, բոլորին։ Հիմա մենք չենք կարել ոչ մի բան, ուզում ենք պաշտպանել, այդպես չի լինում։ Եթե նախապես չմարզվես, չես կարող մասնակցել որևիցե մրցավազքի։
Հիմա մենք չենք մարզվել, ոչինչ չենք արել, կերել, խմել, քեֆ ենք արել, հիմա ասում են մրցավազքում պարտվում ենք։ Բա ինչ պիտի անես, որ պարտվես։ Պարոն Պետրոսյան, գուցե կոչով դիմեք մեր ժողովրդին կամ գուցե ընդդիմությանը դիմեք, հնարավորություն է եւ Ընդդիմության վրա ես ընդհանրապես հույս չունեմ եւ արդեն փետրվար ամսից այս կողմ ես դադարացել եմ հանդիպում եմ ընդդիմության հետ, քանի որ փետրվար ամսին էլ հանդիպեցինք, զգուշացրեցի, որ այսպես է լինելու։ Հիմա պիտի աշխատենք, որպեսզի ամեն ինչի դեմը կարողանանք ժամանակին առնենք։ Իսկ իրենք ամեն մեկը իր երգը երգեց։ Հիմա թող այդ մարդիկ, ովքեր որ հիմա ամենտեղ երևում են եւ ասում են, վայ մենք սենց անենք, նենց անենք, սկսած Սամվել Կարապետյանի ձերբակալության ժամանակ, սկսած Արցախի անհայտ կորած զինվորների ընտանիքների մոտ ներկայանալով եւ ամենտեղ ներկայանալով իրենց այդ մասին ասել են փետրվար-մարտ ամիսներին իրենք չէին ուզում հասկանային, հիմա են հասկանում, հիմա էլ չեն հասկացել եւ չեն էլ հասկանալու, քան որ այդ մարդիկ սովոր են վազել Նիկոլի խաղի հետևից իսկ Նիկոլը այս ժողովրդի հետ չինգա-չունգա խաղում Իսկ չինգա-չունգ խաղալու ժամանակ դու կարող ես ուղղակի չմասնակցել այդ ամեն ինչին եւ դու քո խաղը տանես առաջ։ Իսկ ընդդիմությունը, քանի որ իրեն ձեռ է տալիս Նիկոլը, չի ուզում։ Նույն խաղը խաղում է։ Իսկ ժողովրդին ինչ կոչ անեմ։ Մեր ժողովուրդը ինքը ամեն ինչ տեսնում է։ Շատ լավ է տեսնում։ Այսօր եթե ժողովրդի 80%-ը չի ցանկանում որևիցե մեկին, իրավացի է։ Խելքը գլխին մարդ չի տեսնում։ Քանի որ խնդիրը միայն Նիկոլի հեռացնելը չի։ Մենք հասանք այնտեղ, որ կայնել ենք անդունդի եզրին։ Հիմա այս անդունդի եզրից հետ գալու համար հստակ ծրագիր է պետք։ Այնինչ որ չունի Հայաստանում ոչ մեկը։ Եվ ընդդիմությունը, եւ իշխանությունը։ Ոչ մեկը չի ուզում վերլուծել իրավիճակը։ Պարոն Պետրոսյան, դուք արտախորհրդարանական ուժի ներկայացուցիչ եք։ Լավ, եթե խորհրդարանում տեսնում ենք, որ հույսներս այլևս կտրված է խորհրդարանական ընդդիմությունից, արտախորհրդարանական դաշտում էլ չկան համապատասխան ուժեր, որոնք կարող էին համախմբվել։ Արտախորհրդարանական դաշտը շատ լավ մինապատված է, շատ անկեղծ ասեմ։ Եվ այդ մինապատված դաշտի մեջ տեղաշարժվելը վտանգավոր է, բայց անհնարին չի։ Եվ այդ մինաները ժամանակ առ ժամանակ պայթում են, գոնե, մենք անձամբ 2022 թվականից հետո, երբ որ սկսեցինք ակտիվ գործողություններ իրականացնել, մենք տեսանք այդ մինապատված դաշտը։ Եվ նաև տեսանք, թե ինչպես են մեր կառույցը, Հայաստանի ժողովրդական շարժումը, իրենք հեռացնում շատ հանգիստ ձևի։ Մենք չունենք մամուլի միջոց, այո, չունենք, բայց ունենք խելք։ Եվ այդ մեր մոտեցումը իրենց ոչ մեկին դուր չէր գալիս, քան որ ոչ մեկը չի ուզում ռազմավարական մտածելակերպը պատկերացնի։ Իրենց ձեռնտու չի։ Հիմա մենք մեր գործը անում ենք, մենք մեր աշխատանքը կատարում ենք, ճիշտ է, դանդաղ է ընթանում, բայց ընթանում է, կարևորը դա է։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, ասելիքը իհարկե շատ կա, բայց ոչ այս ձևաչափի մեջ, մենք շուտով եկող շաբաթ ես ձեզ կհրավիրեմ մենքի տաղավար եւ ավելի խորքային այս իրավիճակը կվերլուծեք, դա կլինի նաև Անկարայի այս հանդիպումից հետո։ Շնորհակալ եմ, պարոն Պետրոսյան, վերհիշեցնեմ իմ հեռուստադիտողներին, ես հեռավար կապով զրուցում էի քաղաքագետ, թուրքագետ Հարգարժան Վազգեն Պետրոսյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք։